Ամենայնիվ սա մասնավոր բիզնեսին տիրանալու փորձ չի արդյոք կառավարության, պետության կողմից եւ դուք կարծում եք Հայաստանը միակ երկիրն է, որտեղ օրինակ հոսանքը անջատվում է։ Հայաստանը միակ երկիրը չի վստահաբար, բայց ձեր առաջին հարցի պատասխանը միանշանակ եւ հստակ ոչ եւ ոչ, որովհետեւ դուք տեսնեք եւ նախագիծը եւ մեր օրենսդրությամբ բոլոր հիմքերը սահմանված են, այսինքն այն ինչ որ տեղի կունենա, բացարձակապես դա մեր օրենսդրությամբ սահմանված է եղել, մենք մեր օրենսդրությամբ սահմանված դեպքերի իրացումն ենք ապահովելու։ Դա մենք բազմաթիվ օրենքներ ունենք, որոնք ենթադրում են պարտավորություն պետության, կառավարության, մասնավորի, մարդու, քաղաքացու, այսինքն դրանք պարտավորությունների կատարման շրջանակում եւ հանրային շահի գերակայության մասին, այսինքն երբ որ որն է ամենակարևորը, պետությունը, ժողովուրդը, հանրությունը եւ այդ կարևորության տրամաբանությամբ պետք է մենք շարժվենք, մենք չենք կարող մեկ մարդու շահը գերադասենք հազարավոր, 100,000-ավոր, միլիոնավոր մարդկանց շահերից։ Մենք չենք կարող մեկ մարդու ասել դու ինչ ուզես կարող ես անել եւ օրինակ հազարավոր տնտեսվարողներ բիզնեսներ կորցնեն, հազարավոր տնտեսվարողներ 100 միլիոնավոր դոլարներ կորցնեն, 100,000-ավոր մարդիկ մնան առանց լույս։ Պետական կառավարման համակարգում պարալիզացվի, որովհետեւ չգիտես ինչի, օրինակ 3 էկոնոմիկայի նախարարությունում կես ժամը մեկ ասենք իմ համաշտան հասկանալի լույսերը անջատվում էին։ Սա եթե պետականացվի հեծը այդ միջոցներ ունեք, այդ առողջացման ծրագրերի ներդրումների արդյունավետ որ լինեն կլինի մեխանիզմը ազգային ժողովում այդ բոլոր հարցերի մասին պատասխան կլինի, որովհետև երբ որ նաև մեխանիզմը ներկայացվի փոփոխությունների համապատասխան տեղի կունենան, ես կարծում եմ նաև իսկ դուք հենց ղեկավարությունից բացատրություն պահանջել եք կամ պարզաբանում ինչու է այս իրավիճակը գուցե օպեկ Ես երեք հրապարակային այդ մասով արել եմ նաև գրառում, որովհետև անթույլատրելի է, երբ որ տնտեսությունը օրինակ գործարանը կարա կանգնի, գործարանները կարան կանգնեն, առևտրի կենտրոնները կարան կանգնեն եւ այլն, եւ բնականաբար կարծում եմ որ այդ մասով աշխատանք պետք է տալ։ Եթե դիմել եք Ես ասում եմ դա երեք ես նաև այն հրապարակային եմ դրա մասին արել գրառում, ես կարծում եմ նաև ոլորտային նախարարությունը պատճեց զբաղվում։ Օրինակ Իրանի մասով էլ ասեք, պարոն Պապայան, դուք հանդիպեցիք Վրաստանի փոխվարչապետի հետ, որը նաև էկոնոմիկայի նախարարն հետո իրեն հեռացին աշխատանքի, չգիտեմ ինչ եղավ իրենց մոտ, եւ ասացիք որ Իրանի խնդիրը լուծվել է նաև կոնյակի մասով։ Թեպետ էլի ազդակներ կան, որ որոշակի խնդիրներ կան, կուտակումներ կան։ Խնդրում եմ ասել, վրացի դեր գործընկերները բարձրաբանել են, որ խնդիրը ինչու են իրենք ոչնչոտ հարուցում մեզ համար, մեր արտահանողների եւ ռուսական մասից բարձրաբանում ունեք եւ այս բանի ամբողջությամբ խնդիրը լուծված է, թե դա կուտակումներ կանեն։ Տեսեք, ուրեմն Իրանի մասով այս պահին երեկվա դրությամբ 626 մեքենա միայն հունիս ամսին Ռուսաստանի Դաշնություն հասել է, 363-ը ճանապարհին են, օրինակ միայն 69-ը 3 է դուրս եկել, 70 քանիսը դրանից առաջ, իսկ դրանք ակնհայտորեն անգամ չեն էլ հասել։ Երկրորդը շատ մեծ հերթեր կան, օբյեկտիվ հերթեր կան Վերին Լարսում, որովհետև այդ տեղով անցնում է ոչ միայն Հայաստանի, գիտեք, այլ նաև այլ երկրների, թվում Վրաստանի եւ այլ երկրների, Թուրքիա եւ այլ ցամաքային, այո, բեռներ եւ այո, հարյուրավոր մեքենաներ հերթի մեջ կանգնած անցնում են եւ այդ թվում նաեւ Ծիրանի։ Իհարկե Ծիրանը, այսպես ասած, որպես շուտ փչացող ապրանք ունի արտահերթության իրավունք եւ օրինակ երեք ես նաեւ կոնյակի թիվը ձեզ հիշեցնեմ, օրինակ 3 քանի մեքենա կոնյակ է անցել, բնականաբար կոնյակի թիվը բազմապատիկ ավելի քիչ պետք է լինի, շատ պարզ պատճառով, որովհետեւ կոնյակը չի համարվում շուտ փչացող ապրանք եւ նրանց հերթը մի քիչ ավելի բարդ է 3 անցել է ընդամենը 7 մեքենա կոնյակ։ Այո, այսինքն էլի հերթի այս պահին հերթի մեջ տասնյակ մեքենաներ կա կոնյակով բեռնված։ Այսինքն դրական եզրակացության որևէ խնդիր չկա, իրանք պետքա անցնեն, պարզապես սպասում ենք հերթին եւ 3 ընդամենը 7 մեքենա Գեզիում կա եւ ունենք գործընկերների հետ պայմանավորվածություն, առաջիկա օրերին մի քանի տասնյակ մեքենաներ կան, այդ բոլոր մի քանի տասնյակ
օրինակ մեքենաները ամբողջովին ուրեմն դուրս են գալու։ Ես մեկ թիվ նշեմ, օրինակ 3 առաջի օրը միայն 24 մեքենա Երևանի կոնյակի գործարանի, մեր հայտնի գործարանի մեքենա դուրս է եկել եւ ճանապարհվել է դեպի Թիմած